դատական նիստին ներկա եք, արդեն գրեթե 5-ից ավել դատական նիստեր են եղել, այսօր հայտարարությունների ժամներ եւ ըստ էության Գևորգ Հարությունյանը, որը սպանություն կատարողն է նախաքննական մարմնի, հայտարարեց սպանության հետ կապ չունի։ Հարց հնչեցրեց իրան, քիչ առաջ դուք տեսաք նիստից հետո ես անձամբ հարցրեցի իրեն, եթե դու կապ չունես, ով կապ ունի, ով է պատվիրատուն կամ պատվիրատուներ, անուն տվեք։ Լավ, ի վերջո ինչ հետևություններ եք անում, եթե վերջինս նշում է, որ ինքը սպանության հետ կապ չունի, ով կապ ունի կամ պատվիրատուներ, ինչու նախաքննական մարմինը չի գնացել պատվիրատուների հետևից, ինչ խանգարող հանգամանք կա, դուք ինչ վերլուծություն եք անում այսքան դատական նիստերի ներկա գտնվելով եւ լինելով Վալոդիա Գրիգորյանի ընկերը։ Նախ ասեմ, որ ես այդ մարդը, որ ասում է սպանությունը ես չեմ կատարել, ես գիտեմ, որ ինքը սպանությունը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Դե հիմա ոնց է ինքը այսքանից հետո կամ սա քաղաքական շոուի է կապված նախընտրական փուլի հետ, կամ ավելի լուրջ ինչ-որ մի բան թաքնված է ամեն ինչի տակ։ Ըստ երբ ինքը ստել հիմա է ստում թե նախաքննություն կամ ինչ ըստ ինձ ինքը կարա միշտ էլ ստի, իրան դաստիարակողներն են դաստիարակում։ Եվ մենք կարծում ենք, որ մինչև այսօր իրան ինչ պետք է ասում են, ինքը տենց էլ շարժվում է։ Ահա մեկուսարանում փակված, ոնց կարան դրթեն իրան, Իսկ ոնց կարա մարդ վիզ վեկալի, որ իմանա ամբողջ կյանքում պետքա գնա նստի 20 տարեկան լակոտ, որսկի ոչ մի բան չունի, չնայած նա մարդկային արժեք էլ չունի, բայց վիզ վեկալի, որ ինքն է սպանել ու գնա ամբողջ կյանքում նստի, ոնց կարա։ Ուրեմն այդ մարդու ուղեղ չկան դե։ Այդ մարդը մարդ էլ չի, այսինքն մարդ ասել նրան, եթե ես ասում եմ, ով կապ ունի այս սպանության հետ, նա թուրք միաբջիջ անպիղծ մարդ չի դե։ Ըստ ես բացի այս երկուսից ովքեր մեղադրյալի աթոռին են, այլ մարդիկ ևս կանգնած են։ Նախաքննական մարմին ամեն դեպքում գործ ավարտել է, դատախազն էլ հաստատել է այս երկու մեղադրյալը։ Նախաքննական մարմինն արել է անենց, ոնց որ իրանց է պետք։ Մենք միշտ էլ ասել ենք պատվիրատուների մասին էլ ենք ասել, ամեն հարցազրույցին էլ մենք ասել ենք։ Ինչու չեն գնացել պատվիրատուների հետևից։ Իսկ թվում է հարցը ինձ պետք է։ Այդ պատվիրատուի անուն կասեք կներեք։ Պատվիրատուի, ես չեմ կարող նման տեղեկություն ասել։ Այսինքն ես հիմա պատվիրատուի կասկած յուրաքանչյուր նով շփվել է իր հետ, կարա կասկածի տեղը։ Դա ասեք, ձեր կասկածով ով է նա։ Յուրաքանչյուր նով շփվել է իր հետ, ով իրան տարել է ըստ իրանց հարցականությունների զենքով կրակել է, սովորացրել, ես իմ հազար բան չի կարա, ես չեմ անում։ Այտենց անվանական որ ասեմ, դա արդեն սխալ կլինի։ Դուք նշեցիք ներողություն, որ Գևորգի այսօրվա հայտարարությունը միգուցե քաղաքական այս նախընտրական իրավիճակի հետ է պայմանավորված։ Լավ, այս փուլում ինքը ինչ շահ ունի կամ ինչ է մտածում, ինչու պետք է այս փուլում ինքը հայտ։ Ինքը ասեց չեմ ուզում անեցքի տակ մնամ։ Գիտեք, մեր ամենամեծ սխալը այս ամբողջ գործունեության մեջ ինչա, որ այդ միաբջիջը դատվում է ոչ թե Գիտեք ոնց սպանության համար չի դատվում, նա սպանել է ոչ թե մենակ Վալոդիա Գրիգորյան անձը, նա սպանել է, եթե այսօր Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եկալ ենք քաղաքական մարմին։ Նաև Կարեն Աբրահամյանին չմոռանաք։ Նաև Կարեն Աբրահամյանին, ով եղել է ոստիկանության սպա։ Դա չի գրվում ոչ միտեղ, դա գրվում է Վալոդիա Գրիգորյան, Կարեն Աբրահամյան։ Կարեն Աբրահամյանն եղել է ոստիկանության սպա, Վալոդիա Գրիգորյանն եղել է քաղաքական մի ամբողջ համայնքի ղեկավար, քաղաքական մարմին։ Իսկ այդ ամեն ինչը այսօր ոչ միտեղ չի ասվում։ Շատ լավ, նայեք, շատ է խոսվում ու մինչև դատարան գալ այս գործը Մահեր Ախտոյանի անուն, հա, նա երկրում չէ։ Մենք միշտ էլ ասում ենք Մահեր Ախտոյանի անունը։ Միշտ էլ ասում ենք Մահեր Ախտոյանի անունը։ Բայց եւս կասկածում եք որպես պատվիրատու, ձեր կասկածները ինչպես են։ Ես անձամբ